ձեզ նորից, ես ներկայացնում եմ Լիծեն Արմենիա ընկերության հանդիսանում եմ իրավախորհրդատու, փաստաբան, փորձեմ կիսվել իմ փորձի վերաբերյալ կոնկրետ այս հարցերով, նախ առաջինը ոչ նորմատիվային տեսանկյունից, որպեսզի բոլորիս համար հասանելի լինի, թե ինչ է ներկայացնում իրենից SLAP-ը և տարանջատենք այն գործից, որոնք մենք ունեցել ենք տարիներ շարունակ դատարաններում, խոսքը վերաբերում է զերպարտության և վիրավորանքի մասին։ Զերպարտություն և վիրավորանքը ըստ մեր ունեցած հայեցադիմումներում ըստ էության ընկերությունը ներկայացրել է իր խախտված իրավունքները դատարաններում պաշտպանելու և վերականգնելու համար։ Եվ որևիցե ձևով առնչություն չի ունեցել SLAP-ի հետ կապված, SLAP-ը ինքը որպես այդպիսին որպես իրավական եզրույթ իրենից ներկայացնում է, որ կոնկրետ դատական համակարգը կամ առհասարակ այդ համակարգը կիրառվում է մարդկանց լռեցնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Մեր կողմից ներկայացված հայեցադիմումները, այսինքն ուղղված են եղել ընկերության իրավունքների խախտված իրավունքների պաշտպանությանը և տարիներ շարունակ քննադատվող այդ խոսքը, սուտը, կեղծիքը, որը տարածվել է հանրային հարթակներում, մենք ներկայացրել ենք դատարան, ասել ենք, այ մեզ քննադատում եք այս հարցում, եկեք այդ ձեր, չգիտեմ, փաստարկները բերեք ներկայացրեք դատարան։ Եվ մոտ 9 գործից 9 թե 8 գործ մենք դատարանը տվել է իր գնահատականը, որով հաստատել է, որ կոնկրետ այդ տարբեր գործերում կա զերպարտություն և համարել է, որ ներկայացված այդ քննադատությունների հիմքում դրվել է սուտը և կեղծիքը։ Ես հիմա իհարկե չեմ ուզում անուններ տալ այդ տեսանկյունից, բայց սա գրեթե ամբողջությամբ տարբերվում է հենց SLAP-ից, որտեղ SLAP-ը ըստ էության, օրինակ մի օրինակ բերեմ, SLAP-ը օրինակ կարող է sense օրինակ X անձին ենթադրենք X անձի նկատմամբ կա դատական, չգիտեմ, ուժի մեջ մտած դատական ակտ, որով անձը ճանաչվել է, օրինակ, չգիտեմ, ասենք կոռուպցիայի գծով մեղադրվել է։ Հիմա եթե դրա շրջանակներում այդ անձի նկատմամբ ինչ-որ միտեղ հնչեն հրապարակումներ, ապա այդ անձի կողմից դատական, չգիտեմ, պաշտպանություն դատարանները օգտագործելով այդ անձին դատարաններում քաշ տալու, չգիտեմ, հայցեր ներկայացնելու տեսանկյունից, այդ տեսանկյունից այդ արդեն դիտարկվի որպես SLAP։ Ինչ վերաբերում է, եթե հայեցադիմումները ներկայացում են կոնկրետ խախտված իրավունքներ, այսինքն զերպարտություն, սուտ, կեղծիքը դեմ պայքարին, այդ դեպքում մեր գնահատմամբ ես որպես փաստաբան իմ պրակտիկայում կարող եմ հստակ նշել, որ այդ դեպքում SLAP գոյություն չունի, այսինքն SLAP չկա։ SLAP-ը այլ իրավական եզրույթ է և չի տեղավորվում սուտի և կեղծիքի տարածմանը ուղղված պայքարին։